Ողջույն բոլորին, սկսում ենք ֆինանսական բանականություն 19, այսօր էլ ունենք 4 թեմա, որը հետաքրքիր կլինի բոլորին, բայց հատկապես բիզնեսի ներկայացուցիչներին ու ընդհանուր, այսպես կարծես Վլադ, տարին մտնում է ընթացքի մեջ ու արդեն փոփոխություններ են գալիս։ Ու ինչն է հետաքրքիր, որ բոլոր այն փոփոխությունները, որոնք որ խոսալու են, իրենք պոզիտիվ են ու հեշտացնելու են թե բիզնեսների, թե սովորական աշխատողների կյանքը, հենց որ մտածում եմ, որ հետաքրքիր կլինի ու օգտակար լսել ու իմանալ։ Բաժանորդագրվեք How to be YouTube-յան ալիքին ու գնացինք։ Եթե դուք չունեք թվային ստորագրություն ու անհանգստանում եք, որ աշխատանքի չեք կարող ընդունվել, ոնց որ թե կարող եք հանգստանալ։ Պետությունը նախաձեռնել է այդ օրենքը հետաձգել 1 տարով։ Էլի։ Նորից։ Վերջերս հանրային տիրույթում սկսեցին ակտիվ քննարկվել, որ կա բազմաթիվ խնդիրներ, որոնք որ իհարկե բուն համակարգի հետ կախված չէ, այլ հենց թվային ստորագրություն ակտիվացնելու հետ է կապված ու մոտեցել ենք նրան, որ պետությունը նախաձեռնել է process այդ որոշումը հետաձգել 1 տարով։ Մի քանի խնդիրներ կա տեղ։ Խնդիր համար առաջինն է նա, որ 200,000 եւ ավելի քաղաքացիներ իրանք չունեն ID card ու հավանաբար իրանցից մեծ մասը հենց այն մարդիկ են, ովքեր այս բան չունեն աշխատանք ու են մոտ գործում աշխատաշուկա, հետևաբար բախվում են խնդրի։ Բացի դրանից պարզվում է, որ տարվա երկրորդ կեսին կամ ավարտին մենք նոր անձնագրեր ու նոր ID քարտեր ենք ունենալու ու հիմա հրատապ բոլորին տալ ID քարտ, որը 5-6 ամիս հետո կհամարվի հին սերնդի, այդքան էլ ակտուալ չի։ Եվ երրորդ խնդիրը, որ այդ սարքերը ֆիզիկապես չեն հասցնում տպել այնքան ID քարտ, ինչքան որ հիմա կա պահանջարկ։ Եվ 4-րդ խնդիրն էլ իմ մոտ է առաջացել, ես այսքան տարի հանգիստ էի, որ ունեմ ID քարտ, պարզվում է ավարտվում է իմ ID քարտի ժամկետը ու նույն process-ի մեջ եմ ընկնում, որ նրանք ովքեր չունեն ID քարտ, բայց այս ամեն ինչի մեջ ինչն է հետաքրքիր, որ նորից ինչ-որ անսպասելի ձյուն եկավ։ Ու ամենահետաքրքիր մի բան է ասեմ, որ այն մարդիկ, որոնք հիմա են գրանցվում, օրինակ ունեն աշխատանքի առաջարկ ու հասկացել են, որ իրանց պետք է ID քարտ, երբ որ հիմա գրանցվում են, հերթը դիմելու հասնում է արդեն մայիսի վերջ, այսինքն մայիսի վերջին նոր կարող են գնալ եւ դիմեն ID քարտ ստանալու համար։ Բացի դրանից, ոնց որ ID քարտերը մի խնդրեմ էր, կա մի հատ ուրիշ խնդրեմ, ոնց որ Հայաստանի քաղաքացի չհանդիսացող անձանց համար, այդտեղ ընդհանրապես ընկել ենք փակ շղթայի մեջ, որովհետև երբ որ օրինակ չգիտեմ, օտարերկրյա քաղաքացին ուզում է դիմել աշխատանքի ընդունվել, ասես փակ ցիկլի մեջ են գնում։ Ինքը պետք է ունենա աշխատանքային պայմանագիր, որ կարողանա դիմի կացության իրավունք ստանալ, բայց կացության իրավունքն է պետք է, որպեսզի կարողանա թվային ստորագրություն ունենա ու կարողանա այդ աշխատանքային պայմանագիրը ստորագրել։ Այս էլ մեկ ուրիշ խնդիր, որը էլի դժվարացնում էր այդ մարդկանց աշխատանքի ընդունելն ու նորմալ ճիշտ ձևի անել, այսինքն կամ պետք է խախտվել առաջի պահանջը աշխատանքային պայմանագրի կամ ֆիզիկապես հնարավոր չէր այդ մարդկանց աշխատանքի ընդունել։ Հիմա վերջերս նախարար Արսեն Թորոսյանը ոնց որ հայտարարեց, որ նախաձեռնել են օրենսդրական փոփոխություն, որ 1 տարով հետաձգեն այդ ժամկետը եւ վստահ եմ, որ նորից եթե նոր ID քարտերի սկսելու են տարվա վերջ նոր թողարկել, նորից խնդրի առաջ են կայնելու հաջորդ տարվա սկիզբ, բայց ամեն դեպքում ինչն է հետաքրքիր կարող են, որ մենք երբ որ պատմում ենք, որ լինելու է նման փոփոխություն ու ասում ենք, որ շատ ակնհայտ է, որ խնդիրների ենք բախվելու, շատերը նույնիսկ կոմենտներում գրում են, որ ոչ մի բարդ բան չկա, 1-2 րոպեվա գործա թվային ստորագրություն ակտիվացնել, այո, թվային ստորագրություն ակտիվացնել այդքան է բարդ խնդիր չէր, հենց բարդությունը կանում է նրանում, որ մասնավոր դեպքերի համար չունենք լուծումներ մեկ եւ երկրորդը մեր անձնագրերի եւ վիզաների վարչությունը ֆիզիկապես չունի կարողություններ այդ քարտերը թողարկել ու բերեք խոստովանենք նաեւ, որ շատերը թեպետ գիտեն օրենքը եւ այլն, այնու միջև հաստատ գործի չեն ընդունվում, օֆեր չեն ստանում, չեն հետարկում, թե ինչ փաստաթղթեր է պետք ու այդտեղ էլ նորից պետությունը չունի կարողություն, որ 1-2 օրում օրինակ մարդուն ID քարտ թողարկի։ Ու այդ process-ն էլ կարծում եմ այդքան էլ արդյունավետ չեն կազմակերպում, որովհետև ես գնում էի մի անգամ անձնագրային, պատկերացնում էի այդ ամբողջ ID քարտերի բումի պատճառով հիմա այնտեղ դժվարությամբ եմ ներս մտնելու ու մեծ հերթեր են լինելու, բայց ինչ է ստացվում, մարդիկ նախապես հերթագրված են, բայց ամեն մի հոգու սպասարկումը մոտավորապես մի կես ժամ երևի տրամադրված է, բայց իրենք շատ արագ մտնում, ստանում, դուրս են գալիս, նույնիսկ շատերը իրենց հերթին չեն էլ ներկայանում ու ստացվում է մտնում ես անձնագրային հանգիստ վիճակ է,
չասեմ պարապ նստած են, բայց չկա այն աժոտաժը, այն քաոսի զգացողությունը, որ կա իրականում այս քննարկումների դաշտում։ Ինձ թվում է, որ բոլոր պետական կառույցներում, երբ որ էլեկտրոնային գրանցման հարթակ է լինում, ինչ կա, չէ, իրանք օրինակ դնում են, որ օրինակ մի անձը 1 ժամում կարող է 3 անձի սպասարկի 20 րոպեն դնում, բայց իրականում դա 6-7-8 րոպե է տևում, ու հետեւաբար այդ պլանավորումն է արածա ոնց որ շատ մեծ զապասով ու իր կարողությունները ամբողջությամբ չի օգտագործվում, դա էլ մի խնդիր է։ Հիմա եթե ամփոփենք, ինչ է լինում, որ հենց առաջի մակարդակում բախվեցինք անլուծելի խնդիրների ու որոնք շատ կանխատեսելի էր, որի մասին խոսում ենք, բայց այնուամենայնիվ ոնց որ օրենքը ընդունվում է, սկսում է կիրառվել, ես ենթադրում եմ, որ կար որոշակի ակնկալիք, որ ավելի հեշտ այդ անցումը կկատարվի, բայց բախվեցին խնդիրների, որոնք որ այս բան իրոք բերել են նրան, որ կարիք է լինում օրենքը հետաձգել։ Ու հիմա էլ շատ բիզնեսներ ոնց որ տենց պաուզայի վրա չեն կողմնորոշվում, թե ինչ պետք է անեն, որովհետև եթե օրենքը հետաձգեն, այսինքն հենց այսօր իրանք կարող են թղթային պայմանագիր կնքեն, բայց այդ մեսեջն է շատ հստակ չի, որ գոնե այո, այդքան է ճիշտ չլինի միջև օրենքը մարդկանց ասեն, որ կարող են կանենք, բայց այդ մեսեջը, որ տան վստահություն լինի, որ բիզնեսը գիտենա, որ անի մեկը ընդունվելու այդ օրենքը, մի քիչ կհեշտացնի ոնց որ մարդկանց կյանքը։ Ինչ անենք, շարունակենք հետևել, թե ինչ կկատարվի, եթե դուք ունեք ամրագրած հերթ, ամեն դեպքում գնացեք, եթե չէ, հետևեք How-to-be-ին, հենց այդ որոշումը կայացվի, մենք անպայման կտեղեկացնենք այդ մասին։ Երկրորդ նորությունը, ես հույս ունեմ, որ մեր շենքի տակի խանութի ծոցյան էլ մունատ չի գա, երբ որ ես անկանխիկ վճարում անեմ, որովհետև բիզնեսների համար շատ լավ լուր կա, Կենտրոնական բանկը նվազեցրել է անկանխիկ վճարումների համար բիզնեսից գանձվող միջնորդավճարի չափը։ Այդ չափը սահմանում են իհարկե բանկերը, բայց հիմա Կենտրոնական բանկը սահմանաչափ է սահմանել, ըստ որի 2026 թվականի մարտի 1-ից առավելագույն միջնորդավճարը կկազմի առկա քարտերի համար 0.5% եւ միջազգային քարտերի համար 0.9%։ Ինչ է դա նշանակում, որ դրանից բարձր միջնորդավճար բանկերը էլ չեն կարողանա գանձել բիզնեսից, մինչդեռ դրանից առաջ այդ միջակայքը եղել է 1-ից 4%-ի սահմաններում ու ընդ որում այսպես է, խոշոր բիզնեսները, ովքեր ավելի մեծ շրջանառություն ունեն անկանխիկ գործարքների, բանկերը իրենց համար դե ավելի հարմար պայմաններ են առաջարկել, բայց հիմնականում փոքր բիզնեսն է տուժել, որոնց համար այդ միջնորդավճարը ավելի մեծ է եղել։ Ամենաբարձր տարիֆով ա եղել, որովհետև բանկի տեսակետից ենք, ասենք տերմինալ է տրամադրում կամ բան անում կամ սպասարկում է, ոնց որ մի բան է մի տերմինալը, օրինակ չգիտեմ, օրական 1 միլիոն դրամի շրջանառություն սպասարկել, մեկ ուրիշ բան է օրական, ասենք 10-20-30 հազար դրամ սպասարկել, բնականաբար տոկոսը շատ մեծ է։ Մենք որ պատկերացնենք իր տնտեսական էֆեկտը, օրինակ առևտրի համար մինիմում հարկի չափը 1% է ու բանկային ծախսն է 1%, այսինքն հարկի չափ լինում է։ Իհարկե այդ մինիմալ հարկի չափը, որ ասում եմ, ինքը շատ փոքր մարժա ունեցող ընկերություն ու շրջանառության հարկ վճարողներն է, բայց այնուամենայնիվ տեսականորեն շատ դեպքերում կարող է բանկային միջնորդավճարը առևտրային գործունեությունից վճարման ենթակա հարկից ավելի շատ լինի, այսինքն շատ էական ծախս է բիզնեսների համար։ Բայց հիմա այս որ փոփոխվում է, մի հատ հետաքրքիր բան է ստացվում, որ հատկապես երբ որ դու առկա քարտով ես վճարում, բիզնեսը ոնց որ 0.5% վճարում է բանկին միջնորդավճար, բայց պետությունն է վճարողին 2% քեշբեք է տալիս։ Դրա մասին ասենք, որ դա այս տարվա նորարարությունն է ու առկա քարտերով, բայց միայն առկա քարտերով վճարումներ կատարելիս ձեր ամբողջ վճարումների 2%-ը կարողանում եք պետությունից հետ ստանալ, ինչը վստահ չեմ, որ շատ էֆեկտիվ է լինելու, բայց այնուամենայնիվ կոնկրետ այս բանին կարելի է ոնց որ որոշակի օգուտներ ունենալ եւ օգտագործել առկա քարտեր առնվազն ՀՀ տարածքում վճարումներ կատարելու համար։ Հիմա ստացվում է, որ երբ որ դու վճարում կկատարես այդ խանութում, ձեր խանութի ծոցը պետք է 0.5% բանկին վճարի, բայց պետությունը քեզ 2% հետա տալիս, գումարային առումով պլյուս 1.5% օգուտ է կանում։ Մունաթի արժեքը այդքան կլինի։ Ընդ որում գնահատել են մոտավորապես ինչքան է այդ ծավալը եւ ինչ է ստացվել, որ
այս քայլի շնորհիվ բանկային համակարգը կկորցնի մոտ 2 միլիարդ դրամ, այսինքն $5 միլիոն, բայց սա շատ լուրջ քայլ կլինի անկանխիկ վճարումները խթանելու համար, հատկապես այդ կողմից եկող բլոկը, շատ ենք մենք տեսնում փոքր խանութներում հատկապես, որ այդքան էլ սիրով չեն ընդունում, այդ կողմից այդ հարցը գոնե կլուծվի ու բիզնեսի համար էլ սա ավելորդ ծախս չի դառնա։ Մի հատ ուրիշ հետաքրքիր բան է ասենք, տոկոսները մոտավորապես համարյա 1-ին 1 իջնում են, այսինքն կեսով չափ, այսինքն երբ որ մենք ասում ենք, որ բանկային համակարգը կորցնում է մոտ 2 միլիարդ, կամ $5.5 միլիոն, ենթադրաբար կարող ենք ենթադրենք, որ հիմա դրա կրկնակի չափ աշխատում է, վստահ չեմ, որ մաթեմատիկան դեղզու տենց է աշխատում, բայց այնուամենայնիվ մոտավորապես ինչ-որ պատկերացում կազմենք։ Ինձ մի հատ ուրիշ հետաքրքիր բան կար, որ կենտրոնական բանկի հայտարարության մեջ մի հատ նախադասություն կար, որը ասենց մի քիչ իրոնիայով էր բան, որ ասում է կենտրոնական բանկը կշարունակի մոնիտորինգ անել, որպեսզի հասկանա, թե արդյոք այդ տոկոսներն էին խանգարում անկանխիկ առևտրի բաժնի շատացմանը, yani թե ոնց որ շատ եք ուզում իջացնում ենք, բայց այդ չէ էլի պատճառը, որ մարդիկ չեն ուզում անկանխիկ վճարեն, տենց շատ հետաքրքիր էր այդ ձևակերպումը, որ մենք հələ մի հատ կնայենք, տեսնենք вообще դուք ճիշտ եք ասում, թե չէ որ դա պրոբլեմա։ Իրականում հիմա այս փոփոխության գնալը անկանխիկին որոշակի տոկոս դուրս տալը փոքր բիզնեսների համար մի փոքր նաև հոգեբանորեն ոչ ընկալելի է, բայց ես փնտրեցի աշխարհում տենց միջին ընդունված մակարդակը 1.5-ից 3% սահմաններում է, որովհետև այդ վճարը իրականում մի քանի կտոր ունի, մեկը բանկի ծառայությունների վճարն է, մյուսը քարտի, ասենք Visa, Mastercard processing-ի եւ երրորդն էլ հենց այդ post terminal-ի սպասարկման բանն է, վճարն է, ընդ որում շատ կան օրինակներ, երբ որ ինքը տարեկան սպասարկման fee է ունենում, ամեն դեպքում պետք է փորձեն այդ փոքր սահմանաչափի մեջ տեղավորել ու հետաքրքիր է Վլադ նաև նախորդ մեր էպիզոդում քննարկած վճարաշվարկային կազմակերպությունների ու տելեկոմների այդ թեմայի մեջ, որ կարծես վերջերս սկսվել է հենց ֆինանսական, այսպես փոխանցումների այդ ծառայությունների արժեքը քննարկման առարկա դառնալ, առաջ շատ չէին խորանում դրա վրա, ներկայացվում էր որպես այսպես ավելի նորարար առաջադեմ լուծում, բոլորը սիրով կպտում էին դրան, նույնիսկ զուտ իրենց ծախսերով այդ հնարավորությունը ստեղծելու համար, հիմա ամեն հարմարություն, որ ստեղծել են, արդեն դրա գնի շուրջ սկսվում է բանակցություններ։ Բացի դրանից նաև շատ կարևոր է, որ բիզնեսները եւ մեծերը եւ փոքր եւ միջինները սկսել են ավելի մանրակրկիտ վերլուծություն անեն իրենց ծախսերի կառուցվածքի ու փորձել հասկանալ, թե ոնց որ իրենց վաստակած գումարը ուր է գնում եւ ինչպես կարելի է խնայել։ Այդտեղ կա ֆինանսական բանականություն։ Ես լավ հիշում եմ, որ տարիներ առաջ մի հատ տենց գործընկերոջ հետ աշխատում ենք ու ինքը ասում էր, որ եթե օրինակ 15 օր ազատ գումար ունեմ, անպայման իրան դնում եմ ավանդեմ ձևակերպում այդ 15 օրում ու մտածում եմ, որ դա մեծ բիզնես է բան է, ինչ որ կոպեկների հետևից են ընկնում, բայց դա ոնց որ բանկա չէ, անգլերեն mindset կա, այսինքն որ քո ուղեղը անընդհատ աշխատում որ ամեն ինչից պետքա թեկուզ մի կոպեկ, բայց ինքը գումար ստեղծի, արժեք ստեղծի, մեր բիզնեսներն է քիչ-քիչ սկսում են բան անել, հետևողական լինեն, ուտեղ մի քանի բան կա, մի հանգամանք է նա, որ դա նշանակում է, որ նաև բիզնեսները մտնում են օրինական դաշտ, ավելի լավ են տեսնում իրանց եկամուտ ծախսերը, որովհետև երբ որ օրինական դաշտում չես աշխատում, ունենում ես ինչ որ առանձին հաշվառում, տետրերում կլինի կամ ինչ-որ ծրագրերում, հետևաբար նաև լավ պատկերացում չես ունենում ծախսերդ կառուցվածքի, բայց երբ որ դու ունես լավ հաշվետվություններ ու կարողանում ես հասկանալ, թե օրինակ, դու մեծ աբարոտ ես անում, մեծ շրջանառություն ես անում, բայց շահույթդ այդքանը չէ, սկսում ես հասկանալ, թե վերլուծել, թե որտեղ այն տեղերը, որ դու կարաս խնայողություններ անես եւ մի կոպեկ ստեից, մի կոպեկ ընդից խնայելով վերջում նայում ես, որ շահույթի տոկոսը էական է փոխվում։ Բիզնեսի համար նորությունները սրանով չեն սահմանափակվում, ելի ունենք լուրեր։ Կառավարության վերջին նիստին պետնախագահ հայտարարեց մի շարք շատ հետաքրքիր ու օգտակար հարկային փոփոխությունների մասին։
Ինչն է հաճելի, մի քիչ տենց հպարտությամբ ասեմ, այս փոփոխությունների մի մասը, ոնց որ նաև մենք ենք ժամանակին բարձրաձայնել խնդիրների մասին խոսել, ունեցել մեր պատկերացումները լուծումների մասին ու այն ինչ որ հիմա առաջարկվում է, անկեղծ լինեմ, ասեմ, որ շատ ավելի լավն ու ավելի մարդակենտրոն է, քան այն ինչ որ մենք ենք առաջարկում, ավելի վախեցած, զգուշավոր, հաշվի առնելով, որ ՊԿ կարող է այդտեղ ռիսկեր տեսնի։ Առաջինը դա այսպես կոչված վազվրատի հարցն է, այսինքն երբ որ խանութները, բիզնեսները իրար ինչ-որ ապրանք են վաճառում, բնականաբար դեպքեր է լինում, երբ որ կարիք է լինում այդ ապրանքը վերադարձնել։ Մեր գործող օրենսդրությունը նախ շատ երկար ժամանակ ընդհանրապես հասկացություն չկար այդ վերադարձի, հետո սահմանվեց ճշգրտող հաշիվներ, հա, այսինքն մենք ճշտում ենք մեր վաճառվածը, օրինակ 10 հատ քեզ չգիտեմ, կաթնամթերք ենք վաճառել, 2 հատը հետս տվել, այնց -2 հատ ենք էլի գրում մեջը։ Ինքը համեմատաբար նոր երևույթ է մեր հարկային օրենսդրությունում ու բնականաբար հարկայինը շատ զգուշավոր էր մոտեցել դրան, լիքը սահմանափակումներ էր դրել։ Սահմանափակումները ինչու՞մ էր, որ եթե ապրանքը պիտանելիության ժամկետ չունի կամ հենց մատակարարման պահին չի բացահայտվում իր թերությունները, հետո դու այդ իրան որպես վերադարձ ձևակերպել չէիր կարողանում, այլ ստիպված էր լինում հետ վաճառք անել։ Այդ հետ վաճառքը աղավաղում էր ամբողջ էկոնոմիկան, այսինքն բոլոր թվերը ինչ որ ունես, որտեվ քո տեսակետից դա վաճառք է, բայց իրական վաճառք չի, ապրանքի վերադարձ է։ Իսկ արտադրողի մոտ է խառնվում է հաշվարկը, որտեվ պայմանական ինքը կաթը արտադրում է, իր վրա ինքնարժեքը նստում է 100 դրամ, վաճառում է 150-ով, հետո իրան 150-ով հետ են վաճառում այդ կաթը, ու ստացվում ինքը պայստում ունի 100 հատ կաթ, որը ամեն մեկը արժի 100 դրամ ու 3 հատ էլ, որը արժի 150։ Կաթը մի քիչ լավ օրինակ չեմ բերում, կարա դա լինի, ասենք օրինակ շամպույն, որ հետո նորից կարա վաճառել, որտեղ կաթը եթե վերադարձնեն հավանաբար ժամկետն է լրացել, շամպույն համարենք, հետևաբար դու պայստում ունենում ես 10 հատ 100 դրամով եւ 2 հատ 150 դրամով, ինչը արդեն տնտեսագիտական իր բովանդակությունը շեղվում է։ Հիմա կարգավորվում է, այսինքն կառավարությունը հաստատեց ու նախագիծը կգնա ազգային ժողով, որ եթե կողմերը պայմանավորվել են ու պայմանագրային հիմք կա, որ ինքը կարող է վերադարձնել, առանց որևէ սահմանափակման կարելի է դա վերադարձնել։ Ինչը ենթադրում եմ, որ մինիմում հեշտացնում է վարչարությունն ու հաշվարկը ու նաև հեշտացնում է ճիշտ հաշվարվում վարելը եւ մի քիչ ավելի դարձնում է Հայաստանում բիզնես անելը ավելի հեշտ։ Եվ մյուս խնդիրը, էլի որ կուզենայի առանձնացնել, ինքը ինչու՞մ էր կայանում, որ պայմանական օրինակ Ամերիկայից ինչ-որ մի հատ ծրագրային ապահովում ենք ձեռք բերել, մեր օրենսդրության համաձայն այդ համարվում է, որ մենք այդ ծառայությունը ներմուծել ենք Հայաստան, տենց մի քիչ պարզ ձևով ասեմ։ Ու հետևաբար պետք է այդ ծառայությունը տնտեսելի ժողովրդական լեզվով ասեմ, ռաստամոշ կանենք, իր համար վճարենք NDS, հա, ավելացված արժեքի արկ։ Պայմանական գնել ենք $10,000, ինչ ենք անում, ասում ենք, որ պետություն ջան, այս ձեռքբերումից $2,000 ԱՀ պետք է առաջանա, բայց միևնույն ժամանակ ես այդ $2,000 քեզանից հետ ստանալու իրավունք ունեմ, հաշվետվությունում գրում ենք +2,000 -2,000, արդյունքում պետությանը վճարում ենք 0 դրամ։ Բայց քանի որ մենք գնել ենք դոլարով, բայց պետքա մեր հաշվետվության մեջ դարձնենք դրամով, պետքա վերցնենք օրինակ փոխարժեք, հա, որը սահմանվում է կարգով։ Հիմա եթե մենք փոխարժեքը սխալ ենք վերցրել կամ բազմապատկելուց թվաբանական գործողության մեջ սխալ ենք արել, անցել է 6-7 ամիս, հիմա նկատել ենք պետքա թիվը ճշգրտենք, կամ մի 0 ավել ենք գրել, կամ տեխնիկապես ինչ-որ մի բան սխալ ենք թարգմանել բառը, հա, պետքա ճշտենք։ Ինչ էր ստացվում, քանի որ մենք 6 ամիս հետո ենք ճշտում, մինուս անելը առաջանում էր 6 ամիս առաջ, պլյուսը առաջանում էր հիմա ու ստացվում էր, որ մենք պետությանը 6 ամիս $2,000 պարտք ենք եղել, դրա վրա հաշվարկվում էր տուժ։ Ու տեխնիկապես դա տենց էր գործում, բայց անտրամաբանական էր, որովհետև անկախ նրանից, թե մենք ինչ կուրսով կհաշվենք, ինչ գումար կլիներ ու դրա 20% ինչ կլիներ, թե այն ժամանակ, թե հիմա մենք պետությանը ոնց որ պլյուս-մինուս ենք անում, արդյունքում 0 դրամ պետք է վճարենք, փաստացի վնաս չենք տվել։ Բայց փաստացի վնաս չտալու արդյունքում մեկա տուժ էր հաշվարկվում ու այս բերում եմ մի հատ պարզ օրինակ, բայց նմանատիպ բազմաթիվ այլ կենցաղում հանդիպող դեպքեր կան։ Հիմա ոնց որ պետությունը թույլ է տալիս այս փոփոխություններով, որ հետ գնալ հնում ճշտել եւ հնում եւ պլյուս անել եւ մինուս անել, արդյունքում խուսափել այս տուժերից։ Ստացվում է այսպես
մեծ բան չկա, բայց լիքը մանր-մունր թղթաբանություն է պակասում, հա։ Ու երբ որ մենք բարձրաձանում ենք այս հարցից, այդ ենք ասում, պետությունը այդ գործարքից հարկի ակնկալիք չունի, բայց չունենալով հարկի ակնկալիք, ստացվում է, որ տուժի ակնկալիք է առաջանում, ինչը մի քիչ անտրամաբանական է, ու մեծ հաշվով մենք նաև քննարկեցինք երկար, չկա այդտեղ ինչ որ խարդախություն անելու չարաշահելու մոտիվացիաներ, հա, որովհետև այնուամենայնիվ, եթե դա անում է ինքը մեկը չել ճշգրտում ու դա մնում է ոնց որ պեկը կհայտնաբերի թե չէ, եթե նկատում է ուզում է ճշգրտի, ոնց որ հետևաբար արդեն ինչ որ չարաշահում անելու միտում չկա, որտեղ մարդը ուզում է արտացոլել իր գործարքն այնց ոնց որ ճիշտ է։ Ամփոփելով կարամ ասեմ, որ իրոք շատ լավ փոփոխությունների փաթեթ է, մեջը էլի կա ոնց որ որոշակի բաներ փոփոխություն, օրինակ գյուղատնտեսության առնչվող, արևային էներգիայի, Facebook, Google-ին առնչվող, դրանք բոլորը հիմնականում կամ լավացնում են, կամ կարգավորում ավելի հեշտացնում են բիզնեսների կյանքը ու իրոք աշխատանքային քննարկումից մեկի ժամանակ էլի տենց քննարկմանը մասնակիցներից մի քանիսը ասում են, որ շատ տարօրինակով մեծ փաթեթ է, բայց ոչ մի բան չկա մեջը, որ կարելի է քրիտիկայի ենթարկել, որտեղ տենց բոլորը պոպոշ հեշտացնող լավ որոշումներ էին։ Շատ լավ, ուրեմն այս անգամ լայք էր Պեկին։ Եվ այսօրվա էպիզոդի վերջին թեման, անցած շաբաթ IT գիգանտները ներկայացրեցին իրենց եկամուտների հաշվետվությունները ու արժեթղթերի շուկայում մեծ ալեկոծություն սկսվեց։ Ինչի։ Ուրեմն տես, Amazon-ը տարեկան եկամուտը աճեց 13.2%-ով, հայտարարումից հետո բաժնետոմսերը իջան 11%։ Google-ը, Alphabet-ը եկամուտը ավելացել էր 17.2%-ով, բաժնետոմսերի գինը ընկավ 4%-ով։ Microsoft-ը տարեկան եկամտի աճ 16.7%, բաժնետոմսերի գինը ընկավ 18%։ Meta-ն 22% աճ, բայց մեկը նվազեց 2%-ով։ Ինչի։ Հավանաբար AI ոլորտում ներդրումներ անելու ու դրանց ինչ-որ կանխատեսումների հետ կապված կարա լինի։ Շատ ճիշտ ես, ուրեմն բոլոր այս գիգանտները բացի իրենց եկամուտներից հայտարարեցին, թե ինչքան կապիտալ ծախսեր են նախատեսում այս տարի եւ այդ թվերը շատ մեծ էին, օրինակ Amazon-ը $200 միլիարդ, Google-ը $180 միլիարդ, որը կանխատեսումներից 2 անգամ շատ է, Microsoft-ը մոտավորապես $100 միլիարդ կարգի եւ Meta-ն էլի մինչեւ $130 միլիարդ կապիտալ ծախսեր CAPEX ասածը եւ բոլորը հասկանում են դրանց մեծ մասը ուղղվելու է հենց AI ինֆրաստրուկտուրային, AI ծախսերին, ինչը որ այսպես էլ ավելի թեժացրեց AI փուչիկի մասին այդ բոլոր խոսակցությունները, որոնց մենք էլ ենք ժամանակին անդրադարձել, որովհետև այս tech ընկերություններում սովորաբար CAPEX-ը լինում է իրենց եկամտի 10%-ի չափ, բայց հիմա շատ մեծ են թվերը, ընդ որում պատմականորեն այս կապիտալ ծախսերը սովորաբար tech ընկերությունների եկամտի 10%-ի չափ են կազմում, բայց օրինակ Google-ի դեպքում դա այս տարի 45%-ն է անցած տարվա եկամտի ու սա շատ մեծ մտահոգություններ է առաջացրել։ Ենթադրում եմ, կա մի քանի բան։ Առաջինը ընկերությունները քեշի խնդիր են ունենում, որտեղ մեծ գումար են ներդնում ու հետևաբար դիվիդենդներ բաշխելու ոնց որ տեսլականն է վատանում, եւ մյուսը ոնց որ այդ ծախսերի արդյունավետության հարցն է, որովհետեւ բոլորը հասկանում են, որ դա շատ ռիսկային է եւ հաջողել չհաջողելու խնդիր կա ու մեծ հարցը թե ներդրումները հետ գալու ինչ որ արդյունք տալու են թե չեն տալու ես հիմա սկսեցի որպես ինվեստոր նայել թե ոնց կարելի է բան անել դե կարճաժամկետ դա ակնհայտ է որ մեծ շահույթի մեծ մասը ուղղվում է CAPEX դա նշանակում է դիվիդենդների մասը նվազելու է չնայած չգիտեմ այդ ընկերությունները ընդհանրապես դիվիդենդ բաժանում են թե չէ բայց հազվադեպ բայց այնուամենայնիվ ոնց որ առնվազն էլի հետաքրքրում էլի այդ մի օր դիվիդենդ ունենալու բանը Շատ հետաքրքիր բան կա ստեղ, օրինակ տեսար Meta-ն ամենակիչն էր նվազումը գնի, ինչի, որովհետև Meta-ն նախորդ տարվա արդյունքներում ցույց է տվել, որ AI-ում ներդրումները իր հարթակում ցուցադրվող գովազդի
click-through rate-ը իրոք բարձրացրել է, այսինքն առաջինն է, որ ցույց է տվել այդ AI-ում ներդրումը իրեն ռեալ օգուտ է տալիս, դրա համար Facebook-ի դեպքում այսպես ինվեստորները ներել են բարձր կապիտալ ծախսերը, իսկ մյուսների դեպքում անորոշությունը բավականին մեծ է։ Ով է այստեղից շահում։ Մի հատ շատ լավ նկար կար social media-ի մեջ տարածվող, որ այս բոլոր հայտարարություններից հետո Nvidia-ում տոնում են։ Ուրեմն տես, Nvidia-ի բաժնետոմսերը փետրվարի 6-ին աճել է 8%-ով, Broadcom-ը եւ AMD-ն համապատասխանաբար 5% եւ 8%, այսինքն բոլոր այն ընկերությունները, որոնք այդ կապիտալ ծախսերը պետք է սպասարկեն, շատ լուրջ աճ ունեցան ու դեռ կարող է ունենան, ընդ որում այնքան մեծ է այս պահանջարկը, որ դեռ հարց է, էլի, այս ընկերությունները կհասցնեն այդ ժամկետում այդ բոլոր մատակարարումները անեն։ Դե հիմնականում ինչն է խնդիրը ներդրողների տեսակետից, որ AI-ում ներդրում անելը նշանակում է R&D, իսկ դա նշանակում է ոնց որ փորձեր անել եւ այդ փորձերը կամ կտան արդյունք կամ չեն տա, հետեւաբար պարունակում է ռիսկ։ Ու բնականաբար դու ներդրող ես, այս տեսակետից ավելի հարմար է օրինակ վաճառել քո, չգիտեմ, Amazon-ի բաժնետոմսերը ու գնել Nvidia-ը, որը երաշխավորված պատվեր ունի առաջիկա տարիների համար, ու հենց երևի էս էլ տեղի է ունենում։ Բայց եթե հանկարծ այդ ընկերությունները այդ ներդրումն ունենալուց հետո կարողանան կտրուկ մեծացնել իրենց էֆեկտիվությունը, կարող է ժամանակ գլխի տաս, ասես ինչի ես շտապեցի ու վաճառեցի, գնեցի, չգիտեմ, Nvidia-ի բաժնետոմս, այսինքն էդ էլ կա որպես սցենար։ Այո, այս էլ շատ հետաքրքիր թեմա է, որ շարունակելու ենք հետևենք ու ամբողջ աշխարհն է հետևելու։ Այսքանն ենք այսօր նախապատրաստել ֆինանսական բանականության համար, հետևեք How to be YouTube-յան էջին, գրեք ձեր կարծիքները, արձագանքներ թողեք եւ նաեւ հարցեր, եթե կունենաք տարբեր օրենքների, տարբեր թեմաների հետ կապված, մենք սիրով կպատասխանենք, մինչ հանդիպում։